Գյումրու ավականու ընտրությունների նկատմամբ հանրային ուշադրությունը չափազանց մեծ է։ Ինտրիգները շատ են, սկանդալները ոչ պակաս, հետևաբար ինչ նախնական եզրակացություններ կարող են կանել այդ ընտրությունների արդյունքներից։ Դրանք շատ են, վիճակագրությունը, բազմաթիվ իրողություններ է բացահայտում, քիչ անց թվերով դրանք կներկայացնեմ։ Բոլորը կենտրոնացել են նրա վրա, թե ովքեր են ստացել ամենաշատ քվեները, բայց անտեսում են այն, թե ինչու գյումրեցիները քիչ ձայն կամ առհասարակ ձայն չեն տվել նոր այլընտրանքային ուժերին։ Շատերն արագ ֆիքսեցին, թե գլխավոր արդյունքն այն է, որ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իր տեխնացու Սարիկ Մինասյանով չհավաքեց ձայների մեծամասնությունը։ Դակ շնորհավորելու հանգիստ կնստենք բոլորիդ հետ։ Այդքան վստահ եք։ Այո, քեզ էլ վաղը իմ հաղթանակով պայմանավորված քեզ էլ հարցերի այո ու կներեմ քեզ վերնագիր գրելու համար։ Ստացված մանդատները բավարար չեն Գյումրիի քաղաքապետ լինելու համար։ Հետևաբար ընդդիմությունը հաղթել է, իսկ իշխանությունը պարտվել։ Եվ սա փաստորեն կարող է լինել Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտի սկիզբը։ Շատերը այդ հույսով են։ Բայց ընդդիմության էյֆորիան արագ սառեց նախկին ԲՀԿ-ական, ապա ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հապաղումով, երբ նա չշտապեց աջակցել նախկին ՀՀԿ-ական։ Հավատացեք եւ վստահեք, թող բարձրալն Աստված լինի բոլորիս միջի դադավորը, եւ ես չեմ խապում ու ճիշտ եմ ասում, բոլորս միասին հանրապետական կուսակցություն պետք է անի, որ բաներնի, ձեզ հավատալի։ Հետո Փաշինյանի աջակից Հիմա Փաշինյանի դեմ դուրս եկած եւ կոմունիստ դարձած Գյումրվա բազմամյա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Վերջինս հավաքել է երկրորդ ամենաշատ քվեները, ում շտապեցին աջակցել մոտ 8% հավաքած ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն ու Ռոբերտ Քոչարյանին աջակցող թիմից մոտ 6% հավաքած Կարեն Սիմոնյանը։ Ստացվեց, որ նախկին ՀԿ-ական, ապա Լուսավոր Հայաստանի անդամ, հիմա էլ ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հավաքած մոտ 37%-ի դեմ ձևավորվել է 35%-անոց ընդդիմադիր կոալիցիա։ Թվերը չեն հերիքում։ Մնացած տեխնացուները, քանի որ անցողիկ շեմը չեն հաղթահարել, մնացել են խաղից դուրս։ Եվ արդյունքում ստացվել է, որ Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեսյանի թիմակից մոտ 15% հավաքած Մարտուն Գրիգորյանից է կախված, թե ով կլինի Գյումրիի քաղաքապետը։ Նա էլ Վարդան Ղուկասյանին չի շտապում աջակցել, քանի որ վաղեմի քաղաքական հակառակորդներ են, ինչը հասել է անձնական թշնամության։ Այսպիսով, քաղաքական շահերն ու անձնական ամբիցիաները բախվել են իրար, եւ Հայաստանի երկրորդ քաղաքը դարձել է նախկին ու ներկա իշխանությունների անձնական հաշիվների պարզման վայր։ Սրանից էլ անում ենք մյուս հետևությունը, որ փաստորեն մեր ժողովուրդն այլընտրանքային ուժեր չի տեսնում։ Նրա մոտ արժեքային ու գաղափարական կողմնորոշիչները վճռական դեր չեն խաղում։ Նորից ընտրվում են ճամբարափոխ, բազմաթիվ կուսակցություններ փոխած մարդիկ, ովքեր նախկինից էլ նախկին են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեսնում ենք, որ այդ ընտրություններին ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ուներ 111271 քաղաքացի, բայց քվեարկությանը մասնակցել է, այսինքն ընտրության են գնացել ընդամենը 47443-ը։ Ստացվում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42%-ը։ Մեծամասնության մնացած 58%-ի կեսին համարենք, որ երկրում չեն։ Մյուսները, եթե լինեին ՔՊ-ի աջակիցներ, կգնային ընտրության, քանի որ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր գնացել Գյումրի եւ քարոզել նախկին ՀՀԿ-ական Սարիկ Մինասյանի օգտին։ Իդեպ ՔՊ-ում նախկին ՀՀԿ-ական լինելը նորություն չէ եւ կարելի ասել նույնիսկ նորաձև է դարձել։ Էկոնոմիկայի նախարարն անգամ նախկին ՀՀԿ-ական է, ում երբ հարցրեցին դրա մասին արդարացավ, թե ֆիկտիվ էր գրանցվել ՀՀԿ-ում։ Ֆիկտիվ լինելը դառնում է բրենդ իշխող ուժի համար։ Հիմա էլ ՀՀԿ-ում մտածում են աջակցեն Վարդան Ղուկասյանին, թե ավելի լավ է գուցե ՔՊ-ի հետ աշխատեն, իսկ գուցե ոչ մեկն էլ չանեն ու ստիպված լինեն գնալ նոր ընտրությունների։ Մարտուն Գրիգորյանի տատանվելը ավելի է մեծացրել այն կասկածները, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն աշխատում են իրականում Նիկոլ Փաշինյանի հետ եւ ավելի շուտ կհամագործակցի նրա հետ, քան Ռոբերտ Քոչարյանի, որի թիմն աջակցում է Վարդան Ղուկասյանին ու աջակցում է բացահայտ։
Ընտրական այս համակարգը հենց անխուսափելիորեն բերում է նման ինտրիգների եւ կուլիսների ետևում առևտրի, որոնց հետ ժողովուրդը ոչ մի կապ չունի ու ժողովրդի կարծիքը հարցնողել չկա։ Տեսնում ենք, որ ժողովուրդը քվեարկել է, բայց դրանով ոչինչ չի որոշվել, այլ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են կուլիսների հետևում որոշում, թե ով պետք է լինի այս կամ այն պաշտոնին։ Ինչևէ, վստահաբար կարելի է ասել, որ ընտրության չգնացողների բացարձակ մեծամասնությունը այդ 58%-ի ՔՊ-ի աջակիցներ չեն։ Մամուլում բազմաթիվ են տվյալները, թե ինչպես ջանքեր է իշխանությունը գործադրել վարչական ռեսուրսը չարաշահելով, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց տանեն ընտրությունների, երբ գրեթե ամբողջ ՔՊ-ի կազմով Գյումրիում էին նրանք գտնվում, որի հետևանքով անգամ գրանցվեց ՉՊ, հարբեցողությամբ զբաղված Վիլեն Գաբրիելյանը դարձավ օրվա աստղ իր խայտարակ պահվածքով եւ վերջում ստիպված եղավ հրաժարվել պատգամավորական մանդատից։ Ինչ-որ նկարիր ստե, ով հրապարակի է դեի, իրա բերանը լսար։ Գյումրիի ընտրական գիշերվա հայհոյախոս հերոսը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չի հասկանում, թե ինչու պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար։ Կարող ենք փաստել, որ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոլորին դեմ ընտրազանգվածն է։ Այսինքն մեծ մասը վստահություն չունի ընտրությունների նկատմամբ, չի աջակցում տեխնացուներից որևէ մեկին, հետևաբար պատճառ չունի գնալու ընտրության։ Ցավոք, մեր ընտրական օրենսգրքով նախատեսված չէ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որը հնարավորություն կտար պարզելու ընտրողների իրական տրամադրությունները։ Թե իշխանությանը, թե ընդդիմությանը շահեկան չէ, որպեսզի պարզվի մերժող էլեկտորատի իրական թիվը, քանի որ պարզվելու է դրանով, որ մեծամասնությունը դեմ է իրենց բոլորին։ Այդ բացն օգտագործելով, հաճախ ոչ արդարացի պնդում են, որ ընտրություններին չմասնակցելով մարդիկ ընտրում են իշխանությանը։ Դա հենց հատուկ այդպես է արված։ Բայց դա այնքան մանիպուլյատիվ ու սխալ պնդում է։ Իրականում ընտրություններին չմասնակցողները դեմ են բոլորին ու հատկապես իշխանությանը։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սիրելի բարեկամներ, այս թվերին։ 111,271 ընտրողից ամենաշատ ձայն հավաքած տեխնացու Սարիկ Մինասյանը ստացել ընդամենը 17183 ձայն։ Այսինքն ընտրելու իրավունք ունեցող բոլոր գյումրեցիների ընդամենը 15%-ը։ Վարդան Ղուկասյանը ընդհանուր ընտրողների ընդամենը 9727 քվեն է ստացել, կլորացնելով 9%-ը։ Սա խոսում է միայն վստահության ճգնաժամի մասին։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ունի ընտրողների վստահությունն ու լեգիտիմությունը։ Սա էլ մյուս եզրակացությունն է, որ ընտրական այս համակարգը հնարավորություն է տալիս վերընտրվել ցանկացած նախկին իշխանավորի, կապ չունի լավ էր նա թե վատ, եթե նա կարողանում է տեղում ֆինանսական, վարչական, անձնական կապերով ու իր գերդաստաններով որոշակի ընտրողների թիվ ապահովել։ Եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի Վարդան Ղուկասյանին, կստացվի, որ 111,000 գյումրեցիների ընդամենը 9,000-ի ձայն ստացած մարդը դառնում է քաղաքապետ։ Եթե օրինակ Սարիկ Մինասյանն ընտրվեր, ապա դա մեծ հաշվով բան չէր փոխի այս տրամաբանության մեջ, այսինքն սկզբունքի մասն եմ խոսում։ Այդ 111,000 գյումրեցիների ընդամենը 17,000-ի ձայնով նա դառնալու էր քաղաքապետ։ Որքանով է սա ժողովրդավարական։ Հիշեցնեմ, թե որն է ժողովրդավարության պարզագույն սահմանումը։ Դա ժողովրդի մեծամասնության իշխանությունն է։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանի ընտրական օրենսգրքով գրեթե միշտ փոքրամասնությունն է դառնում իշխանություն։ Այս մեծամասնության ձայնն ու կարծիքն անտեսվում է։ Եթե մեծամասնությունը դեմ է բոլորին, իսկ դա այդպես է իրականում, ուրեմն ոչ մեկն էլ չպետք է լինի իշխանություն եւ պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Բայց դա գործող օրենքներով նախատեսված չէ, ստացվում է։ Գործող օրենքները այնպես են գրված, որ ժողովրդի 9%-ի քվեով կարելի է դառնալ իշխանություն։ Եվ դա աննախադեպ չէ։ Երևանի ավագան ընտրություններում էլ այսօր Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել այդ 9% քվեով։ Այլ կերպ ասած, մի կերպ սղացնելով, իշխանության հասնելու այդ օրենքներով երկրում ամեն ինչն էլ այդ տրամաբանությամբ է լինում, մի կերպ սղացնելով ընտրվում են ու ֆիկտիվ կառավարում։ Բայց այս խնդիրը հնարավոր է հաղթահարել, եթե առաջին քվեարկությանը մասնակցելը լինի օրենքով պարտադիր, ինչպես դպրոց ու բանակ գնալը։ Դա քաղաքացիներին կդարձնի պատասխանատու ընտրող։ Այդպիսի օրենքներ կան ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Ավստրալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Սինգապուրում, Բրազիլիայում եւ շատ այլ երկրներում։ Այսինքն մենք հիմա խոսում ենք այն սկզբունքների մասին, որոնցով կարելի է շտկել այս իրավիճակը, որոնց մասին ոչ մեկ չի խոսում։ Երկրորդ սկզբունք։ Ինչպես Էստոնիայում եւ շատ այլ երկրներում, պետք է անցնել էլեկտրոնային քվեարկության համակարգին։ Վերջո թվային դարում ենք ապրում, ինչպես կարելի է ամեն ինչ գրեթե հեռախոսով ու ինտերնետով արվող այս մեր ժամանակներում ընտրությունները կազմակերպել հին կոլխոզական մեթոդներով։
Էլեկտրոնային ընտրությունը վերացնում է մեխանիկորեն, կաշառքով, վարչական ռեսուրսով եւ այլ ապօրինություններով ընտրություններին մարդ բերելու պրակտիկան։ Շատերը չեն գնում ընտրատեղամաս զուտ նրա համար, որ պետք է վեր կենան ու գնան հերթերի մեջ ինչ-որ տհաճ նեղ միջավայրում ժամանակ անցկացնեն ու կորցնեն։ Հեռախոսով կամ համակարգչով, վայրկյանական, ցանկացած տեղ ու ժամին, ընտրելու այդ հարմարավետությամբ, ազատությամբ ու կաշկանդված չլինելով, մասնակցության մեծ թիվ կապահովի ընտրություններում եւ ընտրախախտումների, բռնաճնշումների տեսակարար կշիռը մեծամասամբ հենց միայն այդ փաստով կվերանա։ Երրորդ լուծումը, որ կարելի առաջարկել, պետք է ավելացնել բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, որպեսզի բոլոր քաղաքացիների կամ արտահայտությունը արձանագրվի ու հարգվի։ Անգամ կրկնակի եռակի ընտրությունների գնով դա պետք է անել։ Եթե բոլորին դեմ քվեները գերազանցեն 50+1%, ապա անցկացնելով ընտրություններ բոլորովին նոր թեկնածուներով։ Սա կլինի իսկապես ժողովրդավարություն, այլ ոչ թե այն խեղկատակությունը, որը ամեն անգամ լինում է ընտրություններով, երբ ականատես ենք լինում ինտրիգների եւ ինչ-որ կուլիսային առևտրի։ Այդ պարզ գործողություններով միանգամից կկրճատվեն ընտրակեղծարարության ու մարդկանց ազատ կամքի վրա բռնության ռիսկերը եւ մեծ մասնակցությամբ կլուծվի նոր իշխանության լեգիտիմության հարցը։ Բայց դե այս խիզախ ու արդար քայլերին այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունը դուխ չունեն դիմելու։ Այսպիսի առաջադիմական բարեփոխումներ անեն չեն ընտրվի։ Դրա համար ընտրել են այսպիսի ֆիկտիվ ընտրական համակարգ, որ մինիմալ ձայներով 9%-ով հասնեն իրենց տենչած աթոռներին, լիովին անտեսելով ժողովրդի մեծամասնության կամքը։ Վերջում կուզեի անդրադառնանք, թե ում չեն ընտրել գյումրեցիները։ Սա եւս կարևոր եզրակացություն է։ Համացանցում մի շատ ուշագրավ մեկնաբանություն տարածվեց, որ փաստորեն կոմունիստները հաղթել են Եվրադաշինքին։ Այսինքն ժողովրդավարության կողմնակից եվրոպամետ ուժերը պարտություն կրեցին ռուսամետ կոմունիստին եւ կիսակրիմինալ նախկին թալանչի տարերին, այդպես էին մեկնաբանում։ Սա եւս արձանագրումն է այն փաստի, որ մեր ժողովուրդն ընտրում է անձեր, այլ ոչ թե գաղափարներ, արժեքներ ու ծրագրեր։ Դա գիտեք, խորհրդային շրջանից մնացած վարքագիծ է, որը ընտրական այս օրենսգիրքը շարունակում է մարդկանց մեջ ամրապնդել ու չվերացնել։ Մի ժամանակ կար մեկ կոմունիստական կուսակցություն, չէ՞, գաղափարը մեկն էր, որին ոչ ոք չէր հավատում, մարքսիզմ-լենինիզմ, հետևաբար ընտրում էին անձերի, այսինքն գաղափարների ընտրության խնդիր չկար։ Հիմա էլ նույն մենտալիտետն է։ Եթե անձնապես չունեն սիմպաթիա կամ շահ ինչ-որ մի թեկնածուի հետ, ինչ գաղափար ու ծրագիր ուզում ես առաջարկի, մարդիկ չեն հավատում ու անգամ պատկերացում չունեն գաղափարախոսությունների մասին։ Այստեղից էլ կարող ենք եզրակացնել, որ Եվրադաշինքին մարդիկ չեն ընտրել, քանի որ ցավոք այդ դաշինքը ներկայացնող մարդկանց չեն հավատում եւ չեն համակրում։ Հետևաբար նրանք պետք է հետևություններ անեն, որ այն պայմաններում, երբ Ռուսաստանն այդքան քիչ վարկանիշ ունի Հայաստանում Արցախյան այս պատերազմից հետո, երբ ամենօրյա ռեժիմով հակառուսական քարոզ է գնում մեդիաներում եւ նրանք անգամ անցողիկ շեմը չեն անցնում, ուրեմն խնդիրը ոչ թե Եվրոպայի, Ռուսաստանի ու գաղափարների, այլ նրանց անձերի մեջ է։ Եվրադաշինքականները պետք է նայեն իրենց հայելիների մեջ ու փորձեն հասկանալ, թե ինչ կապ ունեն իրենք առհասարակ Եվրոպայի հետ։ Եվրոպական դեսպանատներն էլ պետք է հետևություն անեն, թե ինչու այդ մարդկանց տեսնելով ժողովուրդը եվրոպացիներ չի տեսնում ու չի վստահում, թե ինչու պետք է եվրոպական առաջադիմությունն ու զարգացումը թողած ընտրեին Վարդան Ղուկասյանի կոմունիզմը։ Այստեղ խնդիրը ոչ թե ժողովուրդն է, այլ նրանք, ովքեր իրենց եվրոպամետ են ներկայացնում։ Ինչու պետք է այս երկրում միայն իրենք լինեն եվրոպամետ, ուրիշ ավելի համակրելի մարդիկ չկան եվրոպական արժեքներով, որ ամբողջ Եվրոպան Հայաստանում մնացել է այս պերսոնների հույսին։ Իրականում ասելիքը շատ է, սիրելի ժողովուրդ, բայց սահմանափակվենք այսքանով։ Եթե հավանեցիք սեղ մեկ հավանելու կոճակը, բաժանորդագրվեք եւ տարածեք։ Շուտով նորից կհանդիպենք։